Բոլորին դեմ եմ կուսակցության ներկայացուցիչները Գյումրիում են, նրանք Ռիժկովի ճեմափողոցում յուրօրինակ ակցիա են իրականացնում։ Այս անգամ պորտադրում ենք առաջարկել անելու եւ հնարավորություն ենք տվել մարդկանց իրականացնել իրենց նախընտրած կուսակցության պորտադրում, ասելա թե հենց այսպիսի ստիկերներ կպցնել են կուսակցության անվան մոտ, որին որ իրենք այսպես ուզում են պորտադրած լինել։ Ասեմ, որ ստատիստիկան կարելի է տեսնել, թե որտեղ են, սա նաեւ հարցումներ են, մարդիկ, որոնք որ տարբեր տեսակի հարցումներ են կազմակերպում, կարելի է այդ հարցումը անվճար կազմակերպել, եկեք տեսեք, թե որ կուսակցությունների վրա կա ամենաշատ ստիկերները։ Ակցիայի հեղինակների խոսքով նախաձեռնության նպատակը ոչ թե զվարճանքն է, այլ քաղաքական ուղերձի փոխանցումը։ Իրենք շատ խիստ քաղաքական են, ես հասկանում եմ, որ շատերի մոտ տենց անլրջության տպավորություն է ստեղծում, բայց իրականության մեջ սրանք զուտ քաղաքական, մաքուր քաղաքական process-ներ են, սրանք հնարավորություն են տալի մարդկանց առանց մեկը մյուսի նկատմամբ պատելություն դրսևորելու, առանց ձերբակալված կալանավորված լինելու հետևանքների իրականացնել իրենց ձայնը, իրենց տեսակետը հայտնել եւ եթե ուշադրություն դարձնենք, մենք նաեւ ինքներս մեզ ենք ամենատեսանելի տեղում դրել, որպեսզի որևէ մեկը չմտածի, որ մենք մեզ թաքցրել ենք եւ հնարավորություն չենք տվել մեր դեմ քվեարկելու, այսինքն ասելա թե մեր պորտը տեղը դնելու հնարավորություն չենք տվել։ Կուսակցության ներկայացուցիչների խոսքով նմանատիպ ակցիաներով փորձում են հասկանալ հանրային տրամադրություններն ու խթանել ընտրություններին մասնակցությունը։ Գյումրեցիներն էլ առհասարակ բոլորին էլ ասում ենք ասել, որ անպայման պետք է գնալ ընտրությունների, պարտադիր գնալ ընտրությունների, չլսեք որևէ մեկին, ով ձեզ կասի, որ դուք փոշիացնում եք ինչ-որ ձայներ, դա ձեր քաղաքացիական պարտքն է, դա ձեր հոգու պարտքն է գնալ մասնակցել ընտրություններին։ Կուսակցության ներկայացուցիչները ներկայացրին նաև իրենց քաղաքական օրակարգը, ընդգծելով, որ հիմնական նպատակը քաղաքական համակարգի խաղի կանոնների փոփոխությունն է։ Մենք ուզում ենք փոխենք քաղաքական համակարգի խաղի կանոնները հետևյալ 3 օրենքների փոփոխությամբ։ Մենք ուզում ենք ավելացնել բոլորին դեմ եմ քվեաթերթիկ, որպեսզի քաղաքական համակարգը վախենալու բան ունենա, չզզվացնի քաղաքացիներին եւ նրանք չգնան քվեարկեն այդ բոլորին դեմը, երբ որ մենք ավելացնենք այդ քվեաթերթիկը, իսկ հիմա հունիսի 7-ին պետքա գնալ ու քվեարկել բոլորին դեմը։ Երկրորդը, մենք ուզում ենք հանել կայուն մեծամասնության արատավոր նորմը, որին այսպես ասած Սերժիկ Ասյում են ասում, որը իրականում ավելի քիչ ձայն ստացած ուժին տալիս է այնքան բոնուս, որ նա միանձնյա իշխանություն ստանա։ Եվ երրորդը մենք ուզում ենք իջեցնել ընտրական շեմը, որպեսզի փոքր գաղափարական քաղաքական ուժերը շանս ստանան ամբիոն ունենան պարլամենտում։ Նրանք հայտարարում են, որ խորհրդարան անցնելու դեպքում պատրաստվում են ձևավորել 100-օրյա կառավարություն, իրականացնել խոստացված փոփոխությունները եւ կազմակերպել նոր արտահերթ ընտրություններ։ Գյումրին հարուստ փորձ ունի քաղաքական ուժերի, լկտիացող քաղաքական ուժերի պորտը տեղը դնելու։ Գյումրին դա արել է 2013-ին, երբ որ քմծիծաղով իրեն ասում էին ինչքան ուզենանք այդքան կխփենք։ Գյումրին դա արել է թիմ ընտրությունների ժամանակ վերջին տարիներին, երբ որ էլի լկտիություն էին ցուցաբերում քաղաքական ուժերը։ Եվ Գյումրին դա պետք է անի եւս մի անգամ, որովհետեւ Գյումրու դա անելու կարիքը կա եւ հունիսի 7-ին Գյումրին պետք է այս քաղաքական համակարգի պորտը տեղը դնի, քվեարկի բոլորին դեմ եմ, որ բոլորը ստանան այդ անհրաժեշտ սթափեցնող ապտակը։ Բոլորին դեմ եմ կուսակցությունը քվեաթերթիկում երկրորդն է։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր։